ընկերությունը ընթացքի մեջ է, ֆինանսավորումը ամբողջությամբ իրականացվում է, իսպանական ընկերությունը, որ իրականացնում է շինարարական աշխատանքները, իրենց տեխնիկական պահանջների համապատասխան սկսեն աշխատանքներ այն պահին, երբ որ ինժեներները, մասնագետները կտան դրական եզրակացություն, որ արդեն կարող են այդ աշխատանքները իրականացնել։ Այս պահի որևէ խոչընդոտ ֆինանսական գոյություն չունի, որպեսզի այդ ծրագիրը նորմալ ընթանա եւ որևէ սահմանափակումներ ֆինանսավորման առումով մենք չունենք։ Եվրամայդանի մեզ համար իհարկե շատ ցավալի իրադարձություններ են, որովհետև գաղտնիք չէ, որ Ուկրաինան մեզ համար բարեկամ եղբայրական երկիր է եւ մենք շահագրգռված ենք, որ հնարավորին չափ շուտ լուծումներ գտնվեն եւ նորմալ գործընթացները վերականգնվեն եւ մենք ցանկանում ենք մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական ճգնաժամը հնարավորին չափ շուտ հաղթահարվի։ Իսկ իշխանապողության այդպիսի ճանապարհը ընդունելի համարում եք եւ եթե մի օր հանրապետականները Յանուկովիչի հարազատ կուսակցության նման Սերժ Սարգսյանի դեմ հայտարարություն անեն, ձեր դիրքորոշումը ինչպիսին կլինի։ Ես կարծում եմ, որ այդպիսի համեմատականները կոռեկտ չեն, տեղին չեն եւ կարծում եմ, որ նաեւ որոշ ագրեսիվ անդիմախոսներ երազում են այդպիսի սցենարի մասին, բայց ես կարծում եմ, որ դա իրատեսական չէ, որ այդպիսի սցենար Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականանալ մի քանի պատճառով։ Առաջի պատճառը կայանում է նրանում, որ մեր քաղաքական թիմի դիրքորոշումը եւ մեր քաղաքական թիմի ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է հետեւյալը, որ մենք պետք է կառուցենք երկխոսության կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ, կլինի դա պարլամենտում, թե պարլամենտից դուրս, մենք մշտապես հանդես ենք գալի համագործակցության եզրեր գտնելու կողմնակիցներ որպես եւ այդ առումով մեր քաղաքական դիրքորոշումը շատ հստակ է։ Երկրորդը գաղտնիք չէ, որ մենք ունենք տնտեսական խնդիրներ։ Առաջինը, մենք ինքներս ենք բարձրաձայնում այդ խնդիրների մասին, ինչը ունի էական նշանակություն համագործակցության միջավայր եւ մթնոլորտ ձևավորելու առումով եւ այդ առումով մեր դռները միշտ բաց են համագործակցության ցանկացած առաջարկի վերաբերյալ, երբևիցե մեր ժողովական դիրքորոշում ենք այդ առումով չենք ունեցել, ինչը նույնպես ստեղծում է որակապես այլ միջավայր։ Երրորդը եւ ամենակարևորը մեր ժողովրդի դիրքորոշումն է։ Մեր ժողովուրդը անցել է արդեն այդ ճանապարհը եւ մենք գիտենք այդ ճանապարհի վտանգները եւ դա դաս է եղել իշխանությունների համար, բոլոր կուսակցությունների համար, անխտիր եւ համոզված եմ, որ եւ կուսակցությունները եւ մեր ժողովուրդը իր խոր իմաստությունը, շրջահայացությունը կդրսևորի նայես այս պարագայում։ Եվ չորրորդ գործոնը գոյություն ունի, որը չափազանց կարևոր է, հետևյալն է արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցում է մեզ։ Եվ այն քաղաքական որոշումը, որ կայացրել է մեր երկրի նախագահը, Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ մեր բնակիչների ճնշող մեծամասնությունը հավանության է արժանացրել։ Այսինքն այդ առումով է, կարծում եմ, որ օբյեկտիվ հիմքեր քաղաքական ցնցումներ ստեղծելու համար մեզանում չկան։ Պարոն վարչապետ, ինչ նկատի ունեք դասը եղել ասելով։ Ես հասկանում եմ, որ իմ պատասխանները կարող են ձեզ դուր չգան, բայց երկրորդ հարցի պատասխանը առաջարկում եմ ավելի ցածր ձայնով արտահայտեք ձեր համաձայնությունը իմ հարցին, որովհետև դա զրկում է հնարավորությունից լսել ձեր գործընկերների հարցերը։ Պարոն հարցից պատասխանը տակ, ձեր դիրքորոշումը ինչպիսի
Ես արդեն ասեցի, որ այդպիսի իրավիճակ չի կարող ստեղծվել, որտեղ դրա համար օբյեկտիվ հիմքեր չկան։ Պարոն վարչապետ, այս տարի կարծես թե մաքսիմումություն չի գնում, տվյալ պարագայում մտահոգություններ կան, որ այդ կառույցը չի կարող։ Այս դեպքում ինչ իմաստունի մեր սննդած մաքսիմումություն իմաստուններում, թե կարող է իսկապես այդ կառույցը չի գնում։ Առաջին ուզում եմ արձանագրեմ, որ այդ կառույցը կայացած է եւ արդեն իսկ ցույց է տվել իր էֆեկտիվությունը։ Սա մեկ։ Երկրորդ, ավելի այդ կառույցը կատարում է հաջորդ քայլը, ավելի ծեր համագործակցության, դա Եվրասիական տնտեսական միության ձևավորումն է, որի մասին հայտարարություն է տվել 3 երկրների նախագահները։ Այսինքն դրան գնում է համագործակցության նորմերի, որը ենթադրում է արդեն 4 ազատությունների ամբողջականություն տնտեսական տարածքում, այն է ապրանքների ազատ խոսք, կապիտալի, ծառայությունների եւ աշխատուժի։ Եվ այդ 4 ազատությունների միասնական դաշտի ներքո ստեղծումը հաջորդ քայլն է, ինչը վկայում է այն մասին, որ այդ կայացած կառույցը անում է իր հերթական քայլը զարգացման առումով։ Պարոն վարչապետ,